Հիսուս Քրիստոսը սիրում էր մանուկներին։ Մենք առնվազն պարտավոր ենք սիրել ու պաշտպանել նրանց։ Հունիսի 1-ը տարվա 152-րդ եւ ամռան առաջին օրն է, որը սակայն նշանավորվում է նրանով, որ 1950 թվականից ի վեր այն նշվում է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր։ Բացառություններ անշուշտ լինում են, բայց յուրաքանչյուր ծնող վստահաբար ամեն վայրկյան է իր երեխայի պաշտպանն ու ապավենը եւ ոչ միայն իր։ Ուրեմն այսօրը իրապես պաշտպանության կարիք ունեցող երեխաների մասին մեկ անգամ եւս հիշելու համար է, հիշեցնելու նաեւ չմոռանալու, որ բոլորիս ամենօրյա խնդիրը երեխաների համար անհոգ մանկություն, ապահով պատանեկություն եւ հեռանկարային երիտասարդություն ապահովելն է։ Երեխաների պաշտպանության միջազգային օրը տարվա երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանում տոն դարձնելու համար Ստեփանավանի քաղաքապետարանը ավանդույթի համաձայն նախաձեռնել էր միջոցառում, որն իրականություն դարձավ Մշակույթի պալատի եւ Լիարժեք կյանք հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով։ Քաղաքային հրապարակում առավոտից հնչող տոնական ուրախ երաժշտությունը հրապարակ էր բերել մեծ ու փոքր ստեփանավանցիների եւ հյուրերի։ Նախ ներկայացվեց Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի շնորհավորանքի ուղերձը օրվա արդիվ, ապա մեկնարկեց համերգային ծրագիրը հենց երեխաների մասնակցությամբ։ Ազգային տարազներով ու բազմերանգ վարվռուն հագուստներով երեխաներ, անսահման ժպիտներ ու բարձր տրամադրություն, որով երեխաների տոնը Ստեփանավանում վերածվում մանկական գունեղ փառատոնի։ Տարբեր են աշխարհի երեխաները, տարբեր ազգերի, տարբեր ռասաների, բազմազան նրանց երազանքներն ու ցանկությունները, բայց բոլորս անշուշտ նույն բանն ենք ուզում, որ աշխարհի բոլոր մանուկներն ունենան անհոգ երջանիկ մանկություն եւ որ մանուկների աշխարհում միշտ տոն ու բերկրանք լինի։ Հայտող շատրվաններ, տոնական հրապարակ լի գեղեցկադեմ մանուկներով, անհոգ ծիծաղ, ժպիտներ, բարձր տրամադրություն, ուրախ երկուպար եւ իհարկե ավանդական դարձած կավճանկարչություն, ինչի արդյունքում քաղաքային հրապարակի սալիկները գունազարդվում են երեխաների կավճանկարներով։ Ծաղիկ եմ նկարում, որ մայրիկիս նվիրեմ։ Այսօր ինչ տոնն է։ Երեխաների պաշտպանության օրը։ Ինչ կմաղթես բոլոր երեխաներին։ Որ լինեն առողջ, լսեն իրանց մայրիկներին ու հայրիկներին։ Շնորհավորում եմ բոլոր երեխաներին հունիսի 1-ի արդիվ։ Իսկ դու ինչ ես ուզում դառնալ, որ մեծանաս։ Նկարչուհի։ Երեխաներին ինչ ես ցանկանում։ Որ իրանց մայրիկներին եւ հայրիկներին լսեն եւ առողջ լինեն։ Տոնի արդիվ Ստեփանավանի քաղաքային հրապարակը զարդարված էր ոչ միայն երեխաների կավճանկարներով, այլ նաեւ Մշակույթի պալատի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսով։ Իսկ Լիարժեք կյանք հասարակական կազմակերպության կամավորները եւ ներառական ցերեկային կենտրոնի փոքրիկներն իրենց ձեռքով խաղալիքներ են պատրաստում եւ նվիրում մանուկներին։ Պատրաստում եմ խաղալիքներ եւ նվիրում երեխաներին 91-ի արդիվ։ Օրվա երկրորդ կեսին Ստեփանավանի Մշակույթի պալատում փոքրիկների համար կազմակերպվել էր հայկական մուլտֆիլմերի ցուցադրություն։ Երեխաների հյուրն էին Անբան հուրին ձախորդ Փանոսը, Կիկոսը, Պույպույ մկնիկը, Շունն ու Կատուն։ Հունիսի 1-ի արդիվ համերգային ծրագիր էին պատրաստել նաև Ստեփանավանի արվեստի դպրոցի ամենափոքրիկ սաները, ովքեր իրենց անդրանիկ ելույթները նվիրեցին հենց երեխաներին։ Դե իսկ քաղաքային այգում ավանդույթի համաձայն 2015 թվականի ամռան գալուստը եւս աստարարվեց կարուսելների բացումով եւ երեխաների աղմուկ աղաղակով։ Հունիսի 1-ը ուրախությամբ ու ջերմությամբ է լցնում ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների սրտերը, որովհետև երեխաները ավելի իմաստալից են դարձնում մեր կյանքը, պարուրում մեզ ջերմությամբ ու սիրով։ Թող որ յուրաքանչյուր մանկան մանկության հեքիաթը լինի ամենակատարյալն ու ջերմը եւ միշտ ուղեկցի նրան ողջ կյանքի ընթացքում։ Շնորհավոր հունիսի 1։ Նազելի Ավագյան, Աշիկ Հարությունյան, Մոլորակ, Ստեփանավան։